Չեմ ասում, որտեղ հիմա բարեկային ծառայության բոլոր մեքենաների վրա 102-ը կա։ Այսինքն այդ երբ որ արդեն շրջանառությունից ամբողջական հանեք համարները, այդ մեքենաների վերադիզայնի հետ կապված ենթադրում եմ, որ բավականին ծախսալ լինել, որտեղ բան է, էլի։ Բայց առիթից օգտվելով, որ ելույթ ունենամ, երկու մտահոգիչ հարց, քանի որ ներքին գործերի նախարարի տեղակալն եմ։ Մի հարցի մասին առիթ ունեցել եմ խոսելու, խոսքը վերաբերում էր Հայաստանում բենզալցակայաններից մեկի ակցիան, որը ամբողջ Երևանը պարալիզացրել է, բոլոր կամուրջները, բոլոր Երևան մտնող ճանապարհների վրա գործող բենզալցակայանի ակցիայի արդյունքում համատարած ուղղակի պարալիզացվել էր Հայաստանում երթևեկը։ Օրերս հանրության մեջ էլի մեծ դժգոհություն առաջ բերել եւ առաջին իսկ պահին Երևան մտնող մայրուղիներից մեկում կառուցված առևտրային մեծ կենտրոնը ուղղակի պարալիզացնում է երթևեկությունը։ Ամեն անգամ այդ խանութում եթե ակցիա լինելու Երևանը դեպի հյուսիս գնացող մայրուղիներից մեկը փակվելու է, պարզապես փակվելու է։ Դա ոստիկանությունը, բարեկային ծառայություն, այսինքն որևէ պատասխանատվություն չունեն եւ երկրորդը օրերս մի աղմկարույց դեպք է տեղի ունեցել Հայաստանում ֆուտբոլային խաղից հետո խոսքը վերաբերում է լեհ երկրպագուների, հիմա պարզվում է ռուս երկրպագուների միջև բախում։ Ցանկացած փոքր ակցիայի ժամանակ բոլոր հատուկ նշանակության ստորաբաժանումները ոստիկանությունը լցնում է, եթե խոսքը վերաբերում է անդիմադիր գործիչներին։ Որևէ մեկի համար գաղտնիք չի, որ լեհ երկրպագուները ամբողջ աշխարհում հայտնի են իրենց ագրեսիվությամբ։ Չէ, լեհերը բավականին շատ ավելի շատ։ Լավ, կանխարգելիչ միջոցառումներ հնարավոր չէր իրականացնել, որ խաղից հետո ոստիկանական որոշ ստորաբաժանումներ ուղեկցեն ու քաղաքի կենտրոնում պագրոմներ չլինեն, պագրոմ բառն ասեմ, էլի։ Պարոն Մկրտչյան, քանի որ օրինակին չի վերաբերվում, դու կարող եք առանձին կարճով, որ հասնենք արտահերտնիստը սկսվելու Շատ խնդրեմ արագ։ Պարոն Մանուկյան, այդ 112-102 ընթացիկ ծախսային հարցեր են, դրանք մեծ խոշոր ծախսեր չեն։ Ինչ վերաբերվում է բենզալցակայանի կամ առևտրի կենտրոնների, ես ձեզ կարող եմ եւս տասնյակ պատճառներ թվարկել խցանումների հետ կապված։ Այս խնդիրը կառավարության ուշադրության կենտրոնում է եւ երևի տեղյակ եք, որ վարչապետի հանձնարարությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, այդ թվում Երևանի քաղաքապետարանի եւ կառավարության մյուս ներկայացուցիչների մասնակցությամբ Տիգրան Խաչատրյանն է գլխավորում, արդեն Անդրանիկ նիստը եղել է խցանումների հետ կապված խնդիրների լուծման մասով, էլի, եւ քննարկումներ են տեղի ունենում, այդ բոլոր պատճառներին անդրադարձ կատարվելու են տեղ, ինչ վերաբերվում է այդ բախմանը, որ տեղի ունեցել, պագրոմներ մի քիչ շափազանցված ասել, մենք տեղեկացված ենք եղել, ուսումնասիրել ենք, կանխարգելել ենք եւ նաեւ արդյունքում ունեցել ենք մի փոքր դրվագ, ինչ եմ ասում, մի փոքր, որտեղ իրականում շատ ուղղակի գիշերվա ժամ ա եղել, մի փոքր աղմուկ ա եղել, դա տպավորություն ա ստեղծել պագրոմների, բայց մի քանի խուլիգանության դրվագ ենք ունեցել եւ համապատասխան գործողություններ ենք արել։ Ես կարծում եմ, եթե կանխարգելիչ աշխատանքներ չարվեն, հնարավոր է շատ ավելի մեծ, այո, ձեր ասած պագրոմներ ունենանք։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։